Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ աղացած մսով կոտլետներ լցոնված պանիրով։ Երկու տեսակի պանիր։ Վերցրել եմ 1 կիլոգրամ միս, կեսը տավար, կեսը խոզ, խառնուրդ։ Սիրելի հետևորդներ, հիմա վերցրել եմ պանիր, աղի պանիր, ֆետա պանիր ու վերցրել եմ կրեմ պանիր։ Հիմա այս երկուսը խառնելու եմ իրար, սիրելի հետևորդներ, ունեմ այստեղ խալապինյոս, հայերեն չգիտեմ ոնց է կոչվում, կծու բիբար է, ինքը խալապինյո, և ունեմ քաղցր դեղին և կարմիր քաղցր պղպեղներ։ Սա էլ պետք է լցոնեմ պանիրնի երկու տեսակ, մոցարելա և գաուդա, պետք է լցոնեմ իմ կոտլետները, այսպես։ Եվ դրա հետ միասին ափսեի մեջ լինելու է կարտոֆիլի պյուրե, կարտոֆիլ խյուս, չգիտեմ այդպես է թե չէ, բայց կարտոֆիլի պյուրե։ Եվ 2 հատ, 2 գլուխ սոխ կոտլետի համար։ Հիմա կոտլետը որ պատրաստեմ, ժողովուրդ ջան, ձեզ ցույց եմ տալու կոտլետի մեջ ինչ եմ դնելու, պատրաստման ձևը ձեզ ցույց եմ տալու, այս պանիրը, 2 պանիրները այսպես խառնելու եմ իրար։ Սա գալու է պղպեղների մեջ, լցոնելու եմ պղպեղները, բայց պղպեղները շատ կարճ, թույլ կրակի վրա, պղպեղները պետք է մի քիչ տապակեմ, բայց շատ չնչին, ցույց կտամ ձեզ։ Ժողովուրդ ջան, սոխը բլենդերել, արել, որովհետև իմ թորնիկները սոխը չեն սիրում, որ երևա ուտեստի մեջ։ Վերցրել եմ 2 ձու, վերցրել եմ օրիգանո 1 ճաշի գդալ, մի քիչ լավ լիքը 1 ճաշի գդալ, վերցրել եմ 2 ճաշի գդալ մանանեխ, ոչ կծու, վերցնում եմ մի կես փոքրիկ այսպես սխտոր, փոշի, վերցնում եմ թարմ մաղադանոս, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ինչ որ պետք էր մեր կոտլետների մեջ, արդեն լցրեցի, լցնելու եմ մի քիչ կարմիր փոշի պղպեղ, վերցրել եմ 1 ճաշի գդալ կարմիր փոշի պղպեղ, քաղցր, աղը խառնած սև պղպեղով, ինչպես միշտ եմ անում, սիրելի հետևորդներ, այսպես, ամեն կես կիլոյին վերցնում եմ այսպես պտղունցով մի քիչ աղ և վերցնելու եմ հացի, չորացած հացի փշրանքներ, սուխարի, կարճ ասած։ Հիմա խառնեմ միսը, մի քիչ խառնեմ, համը տա, հետո նոր կգցեմ չորահացը։ Հիմա վերցնելու եմ 4 ճաշի գդալ, այս էլ 4 ճաշի գդալ չորահաց, սուխարի, դուք արդեն կնայեք, սիրելի հետևորդներ, կտեսնեք, եթե ձեր դուրը գալիս է ձեր ձեռքի տակ ինչպիսի փափկություն ունի, թող շատ չլինի հացը, որ մեր կոտլետները չոր չլինի։ Հիմա կնայեք, կտեսնեք, եթե ուզում եք ավելի շատ պնդիկ, ես չեմ սիրում պնդոտ կոտլետներ, հիմա որ տապակեմ կերևա։ Հիմա մի քիչ կթողնենք միսը կհանգստանա, հետո նոր կսկսենք կոտլետների պատրաստումը։ Այս թավայի տապակի մեջ տապակելու եմ մեր պղպեղները, սկզբից տապակելու եմ քաղցրը, որովհետև կծուն շատ կծու է այն կանանչները, ահավոր կծու է, այդ տապակելու եմ հետո, շատ քիչ եմ տապակում, ձեզ կցուցադրեմ, ինչքան եմ տապակելու։ Սիրելիներս, այսպիսի տեսք ստացավ մեր փոքրիկ պղպեղները տապակելուց հետո, սա կծուն է ասեն, որ ահավոր կծու է, ով որ սիրում է կծու, խորհուրդ կտամ, որ անպայման գնի սրանից։ Ու սրանք քաղցրներն են, առանցին եմ դրել։
Հիմա այդ լցոնելու process-ը ձեզ կցուցադրեմ, սիրելիներս, ուզեցի տապակածը ցույց տամ։ Սա մեր ֆորման է ֆրիգատելների համար, կոտլետները պետք է դնեմ ֆորմայի մեջ, գլոր գնդիկներ եմ անելու, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, հիմա մի քիչ ձիթապտղի յուղ եմ գցել տակը, որպեսզի մեր կոտլետը հեշտ դուրս գա իր միջից, հիմա կցուցադրեմ ձեզ, կտեսնեք ինչի համար եմ մի քիչ ձեթով պատում, այսպես։ Երկրորդ ֆորման նույնպես պետք է ձեթով բացեմ, հիմա սա պետք է հագցնեմ, հիմա պետք է լցնեմ պանիրը մեջտեղում, այս կլոր անցքը որ արել եմ, այսպեսի։ Հիմա պետք է արդեն ծածկեմ նորից մսագնդիկը դնեմ, սիրուն ծածկեմ, սիրելի հետևորդներ։ Սիրելիներս, հիմա հանեցի, հիմա տապակը տաքացնեմ և դնելու եմ տապակի մեջ, սիրուն տապակվի արդեն։ Ժողովուրդ ջան, հիմա 5 րոպե մի կողմը տապակվեց, շուռ տվեցի մյուս կողմի վրա, հիմա 5 րոպե էլ մյուս կողմը կտապակվի, 2 անգամ, ընդամենը պետք է տապակենք 10 րոպե, մի կողմը 10 րոպե մյուս կողմը, բայց ամեն 5 րոպեն մեկ պետք է շուռ տանք։ Հիմա մի քիչ մեր խույսի վրա լցնելու եմ չորացրած սամիտ, համի համար։ Մինչև մեր կոտլետները կտապակվեն, սիրելի հետևորդներ, մենք լցոնում ենք մեր պղպեղները, այսպես, հիմա։ Ու մի բան էլ ասեմ, հիմա ես ուզում եմ 2-3 հատ փորձեմ բեկոնը փաթաթած, շատ կարճ ժամանակում բեկոնը որ փաթաթում եմ, մի հատ երկու կողմից բեկոնը տապակեմ։ Սիրելիներս, այսպեսի տեսք է ստանում մեր փոքրիկ պղպեղները։ Լցոնած վիճակում։ Հիմա մի քիչ հետո կփորձեմ 2-3 հատը բեկոնով, որպեսզի ձեզ ցուցադրեմ։ Ես գիտեմ ինչպիսի համ ունի, ձեզ համար եմ անելու։ Արդեն պատրաստի լցոնված պղպեղները վերջացրած են։ Հիմա մի քանի հատներ պետք է փաթաթեմ, ձեզ ցուցադրեմ բեկոնով։ Հիմա ձեզ ուզում եմ ցուցադրեմ մի 2 հատ, 2 հատ կանաչ, 2 հատ քաղցր, բեկոնով փաթաթած։ Հիմա պետք է տապակեմ ու հետո տապակելուց հետո ձեզ կցուցադրեմ։ Հիմա սիրելիներս, եկավ մեր փորձելու ժամանակը։ Պետք է համտեսեմ, հետո ձեզ ասեմ ինչպիսի համ ունի մեր կոտլետները լցոնված։ Հիմա սիրելիներս կտրում եմ, որպեսզի ձեզ ցուցադրեմ։ Նայեք, ինչպիսի հավասար եփած կոտլետներ են, պանիրը մեջտեղում լավ երևում է, չէ՞ պանիրը։ Մեջտեղում ու սա արդեն բեկոնով տապակեցի, իսկ սրանք առանց բեկոնի, սիրելի հետևորդներ։ Հիմա փորձեմ ձեզ ասեմ, ինչ համ ունի մեր այսօրվա կոտլետները, սիրելիներս։ Փափուկ արդեն երևում է։ Համը անմահական է, սիրելիս, աղը տեղը, ամեն ինչը տեղը։ Էս էլ կարտոֆիլ պյուրեն է, մեր կարագով պատրաստեցի, մի քիչ կարագ դրեցի, սիրելի հետևորդներ։ Հիմա մի քիչ կփորձեմ բեկոնով քաղցրից,
Ես կծուից խուսափում եմ, սիրելի հետևորդներ ջան, նորմալ պետք է թողեի մի քիչ սառեր, որպեսզի դուրս չգար միջից, բայց ժամանակը սուղ է։ Ես փորձում եմ միայն բեկոնովը, այն մյուսը պարզ է, պղպեղը եւ պանիրը։ Իրոք որ շատ համեղ է։ Բեկոնովը խորհուրդ կտայի, երկուսից էլ պատրաստեք, ձեզ էլ դուր կգա, ինչպես ինձ դուր եկավ, սիրելի հետևորդներ։ Դե ինչ է մեզ մնում, հետևել, հավանել եւ տարածել, սիրելիներս։ Ես ձեզ շատ եմ սիրում, փորձեք անպայման անմահական համունի ու սա տոնական սեղաններին նույնպես սիրուն զարդ է, տոնական սեղանների ձեր մյուս կերակուրների կողքին, սիրելիներս։ Փորձեք անպայման, սիրում եմ ձեզ։ Մնացեք ինձ հետ։